Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, ես այսօր զրուցել եմ քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ, պարոն Մաթևոսյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մաթևոսյան, այսօր սկսվեց պաշտոնապես նախընտրական քարոզարշավը, խորհրդանական ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ, եթե ընդհանուր առմամբ գնահատենք, ինչ հեռանկարներ, ինչ կանխատեսումներ ունեք եւ որ ուժերի շանսերն են ավելի բարձր, եթե նույնիսկ կանոններ չտակ, ապա փորձենք ինչ որ առումով բաժանել երկու թևի իշխանություն եւ ընդդիմություն, խնդրեմ ձեր գնահատականը։ Իսկապես պետք է բաժանել երկու թևի ընդդիմություն եւ իշխանություն եւ եթե ընդդիմության մեջ մենք առնվազն 3 քաղաքական ուժ կարող ենք առանձնացնել, որոնք ակնհայտորեն եկեք այսպես ձևակերպենք, ունեն իրական շանսեր մտնել խորհրդարան եւ ազդել նոր իշխանության ձևավորման կոնֆիգուրացիայի վրա, ապա իշխանությունը բացի նրանից, որ ինքը խնդիր ունի պահպանել իր քաղաքական մոնոպոլիան, իրենք նաեւ ունեն հետեւյալ խնդիրը, եթե այսպես ձևակերպենք, իրենք հավելյալ ուսապարկ քաղաքական ուժ խորհրդարան անցկացնելու, որը իրենց հետ կոալիցիա կկազմի, այդ ուժի բացակայությունը իշխանությունների ընդհանուր ռազմավարության մեջ զգացնել է տալու։ Կրկին ասեմ, այս պայմանությամբ ընդդիմության մեջ 3 քաղաքական ուժ, որոնք անցնում են խորհրդարան, եւ իշխանությունը դեմս քաղաքացիական պայմանագիր կուսակցության, որը ձգտում է մեծամասնության, բայց որը չունի ոչ միայն այդ մեծամասնությունը, այլ նաև այս պայդրությամբ գոնը չի նշмарվում են քաղաքական ուժը, որը եւս կանցնի խորհրդարան եւ կաջակցի իրենց կոալիցիա կձևավորվի։ Այսինքն կարծում եք, որ այս պատկերով իշխանությունը վերընտրվելու հավանականություն չունի, եթե չկարողանա ինչ որ մեկ այլ ուժի էլ իր հետ անցկացնել խորհրդարան։ Մոտ 1-1.5 ամիս առաջ իշխանությունների ամենատարածված խոսույթը կապված էր այսպես կոչված Գյումրի 2 սցենարի հետ։ Ճիշտ է, իրենք X պահից դադարեցրին այդ թեմայով քննարկումներ նույնիսկ իրականացնել, որովհետև կարծում եմ հասկացան, որ դա առաջին հերթին իրենց է հարվածում եւ թիրախային մի քանի ուղղությամբ է հարվածում։ Նախ հետեւյալ, եթե դու իսկապես ռեյտինգ չունեն եւ ոչ, մի փոքր այլ տրամաբանությամբ Գյումրին իրականում ինչ է Գյումրու քաղաքապետի ընտրությունները ժողովրդի կամքով ձևավորված քաղաքական իշխանություն, այսինքն մարդիկ գնացին քվեարկեցին, հիմա Նիկոլ Փաշինյանին, Սարիկ Մինասյանին սա իհարկե կարող է դուր չգալ քվեարկության արդյունքները, բայց մարդիկ գնացին քվեարկեցին, ակտիվ մասնակցեցին ընտրություններին եւ վերջնարդյունքում Գյումրին ունեցավ անդիմադիր ավականի անդիմադիր քաղաքապետ։ Իշխանությունը շատ արագ սա դադարեցրեցին այս քարոզը իրականացնել, որովհետև կրկին ասեմ, նախ հենց իրենց դեմ էին իրենք խոսում, հակաժողովրդավարական սա խոսույթ էր, եւ երկրորդը իրենք շատ լավ հասկանում են, որ շատ մեծ է հավանականությունը, որ խորհրդանական ընտրություններում եւս այս սցենարը իրականանա եւ իմ նշած 3 քաղաքական ուժերը, ես նույնիսկ չէի ասի կոալիցիոն, եկեք հիմա այս բառը այս պայդրությամբ գոնե չկիրառենք, արձանագրենք հետեւյալը, որ քաղաքական ուժերը, որոնք ըստ հարցումների, նաև իշխանական հարցումների անցնում են խորհրդարան, իրենք գոնե հայտարարությունների մակարդակով քաղաքական պատասխանատվություն իրենց վերցնելու պատրաստակամություն վերցրել են հետեւյալ համատեքստում, որ շատ པարզ, ով ավելի շատ քվե է ստանում, նա էլ առաջադրում է վարչապետի թեկնածուն։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ այս ընտրությունների գաղափարական պայքարին, եթե իհարկե կա գաղափարական պայքար, հենց դրա պատասխանը խնդրում եմ, որ դուք հնչեցնեք, որովհետև նախընտրական շրջանում շատ པարզ է, որ մեծ աղմուկ է լինելու եւ այդ աղմուկը վստահաբար փորձելու է լրացնել, այդ տեսակետների բախումը, պայքարը։ Ի վերջո, կա արդյոք գաղափարական մրցակցություն եւ ընտրողը երբ գնա ընտրատեղամաս, ինչ որ գաղափարների միջև ընտրություն կատարելու է, թե ոչ, եւ որոնք են դրանք։ Այսինքն հստակ իմանա, որ նա ընտրում է այսինչ Հայաստանի համար։ Մինչև դուք ձևակերպում եք հարցը, ինչու հեռախոսը վերցրեցի, բառացիորեն րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասել է. մենք տարածքներ չենք կորցրել, Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել։ Սա գաղափարական դրսևորումներից մեկն է այս ընտրությունների, այսինքն ադրբեջանական գաղափարները, ադրբեջանա-թուրքական գաղափարները Հայաստանում իշխող քաղաքական ուժի քաղաքական հենասյունն են դարձել։ Ես ինչու եմ սա ասում, տարիներ շարունակ եւ ավելի փորձառու մասնագետները, որոնք ավելի մանրամասն ուսումնասիրել են Ադրբեջանը, Ադրբեջանի կողմից իրականացված հայատյաց քաղաքականությունը, իրենք կարող են ավելի մանրամասն սա ներկայացնել, բայց ինչ էր անում ադրբեջանական քարոզչությունը։ Իրենք նպատակաուղղված, իրենք եւ թուրքերը հայերի միջև տարանջատում էին դնում հայաստանցի, ղարաբաղցի եւ այն թեզն էին առաջ տանում, որ Հայաստանի հաշվին Ղարաբաղ է պահվում, ղարաբաղցիներն են
պայմանականորեն ավելի լավ ապրում։ Սա ադրբեջանական թեզերը ուղղակի եթե նախկինում Ադրբեջանը եւ Թուրքիան միլիարդավոր դոլարներ էին ծախսում այս նարատիվները նաեւ Հայաստանում, այսպես ասած, աշխատեցնելու, հիմա Նիկոլ Փաշինյանը իրենց բյուջեն խնայում է եւ առանց Ադրբեջանից եւ Թուրքիայից ուղիղ աջակցությամբ ինքը այս քարոզը առաջ է տանում։ Սա առաջինը գաղափարական իմաստով, այսինքն լինելու է ընտրություն իրական Հայաստանի, բայց այլ պատկերացմամբ իրական Հայաստանի, որը պետք է լինի հայկական Հայաստան եւ արևմտյան Ադրբեջանի միջև։ Առաջին գաղափարական ընտրությունը սա է լինել, որտեղ այն որտեղ մեզ տանում է Նիկոլ Փաշինյանը, դա արևմտյան Ադրբեջանն է, իսկ մեր իրական Հայաստանը դա այն է, որտեղ Ղարաբաղը ոչ միայն չի ընկալվում որպես բեռ, այլ դու նաև հասկանում ես, որ եթե դու այս տրամաբանությամբ ես շարունակում անվտանգային քաղաքականությունը, Հայաստանը կարող է Արցախի կարգավիճակում հայտնվել։ Սա առաջինը, գաղափարական իմաստով։ Ինչը վերաբերում է երկրորդ թեզին, ինչպես ասում են, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը ի վերջո ինչի համար էր գալիս իշխանություն։ Գոնե հրապարակային առումով չի ասվել, որ մենք գալու ենք իշխանության, որպեսզի հանձնենք Արցախը, որպեսզի մեր հարազատների ոչ թե չի ասվել, այլ հակառակն է ասվել։ Նույնիսկ քննադատել են նախկիների նեղ շրջապատի կենցաղային մակարդակը բարելավելու, սրա համար չէ, սոցիալ-տնտեսական իրավիճակը միայն իրենց չէ, որ պետք է բարելավել։ Մարդիկ դուրս են եկել փողոց, շատ պարզ։ Իրենք տեսնում են, որ երկրում կա անարդարություն։ Մարդիկ շատ ճիշտ էին արել, որ 18 թվականին դուրս էին եկել փողոց, սա հստակ արձանագրենք։ Կար սոցիալ-տնտեսական խնդիրներ, կան նաև անարդարության մթնոլորտ։ Կար մարդկանց մի խումբ, ում ամեն ինչ կարելի էր, ու իրենց դրա համար ոչինչ չէր լինում։ Ավելին ինստիտուցիոնալ առումով մարդիկ զրկված էին հնարավորությունից ազդել իշխանության ձևավորման գործընթացի վրա եւ մարդիկ դուրս եկան փողոց։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ հանրային դժգոհության ալիքի վրա գալ իշխանության, այլ գործընթացներ այնտեղ եւս եղել են, բայց այնուամենայնիվ արձանագրենք, մարդիկ իրեն բերել էին իշխանության կամ ուզում էին տեսնել իշխանության, որովհետեւ նա կարողանա նյութական բարիքների վերաբաշխման անարդարացի այդ համակարգը վերանայել 8 տարվա ընթացքում բազմաթիվ խոստումներ, որոնք տրվել են իշխանությունների կողմից, այդ խոստումները կյանքի չեն կոչվել։ Ավելին, նյութական բարիքների վերաբաշխման այդ ընդհանուր զամբյուղը ինքը կրճատվել է, որովհետև մենք Արցախը հանձնել ենք։ Արցախը ոչ միայն դոտացիոն կենտրոն էր, այսպես ձևակերպենք, մենք այնտեղից նաև պարենային մեր անվտանգության խնդիրներն ենք կարողանում լուծել Արցախի շնորհիվ։ Ես անվտանգային համակարգը դեռ մի կողմ ենք, հա, թողնում էլեկտրոէներգիայի առումով մենք փոխկապակցվածություն ունենք Արցախի հանրապետության հետ, այսինքն մենք այդ նյութական բարիքների վերաբաշխման այդ համակարգից զրկվեցինք, դրան էլ այս մարդը գումարեց 8 միլիարդ դոլարի վարկ։ Հետևաբար մարդկանց խնդիրները, որոնք 18 թվականին ստիպեցին մարդկանց դուրս գալ փողոց, այդ խնդիրները շարունակում են ակտուալ մնալ։ Եվ հիմա ընտրությունը նաև գաղափարական առումով հետևյալն է՝ շարունակել ավելացնել արտաքին պարտքը եւ դրա հաշվին շատ նեղ խումբ կամ ինչպես ոմանք կասեն նեղ խմբակ կարողանա իր նյութական բարիքների վերաբաշխման համակարգից օգտվել եւ կարողանա բարելավել իր սոցիալ-տնտեսական իրավիճակը, թե մարդիկ պետք է իսկապես գնան այն փորձառու քաղաքական ուժերի ետևից, որոնք ունեն թե պատերազմական իրավիճակում, թե հետ պատերազմական վերականգնողական փուլում արդյունավետ տնտեսական համակարգ կառուցելու փորձ, թե այն ուժերի օգտին, ովքեր ունեն փորձ նաեւ խոշոր բիզնես կայսրություններ ձևավորելու փորձ ունեն։ Մարդիկ նաև սա պետք է ընտրեն եւ իրենք հասկանան, իրենք ուզում են շատ նեղ խմբակի համար կրկին ասեմ, պարտք ավելացնեն ի հաշիվ իրենց կենսամակարդակի, թե մենք ի վերջո պետք է դուրս գանք այս իրավիճակից։ Բայց խոսելով գաղափարների մասին, դուք ձևակերպեցիք, ես ուզում եմ անդրադառնալ իշխանության, թե ինչ թեզերով է հստակ մասնակցում ընտրությունների, ըստ էության ասում են ընտրությունը խաղաղության եւ պատերազմի միջև է, YouTube-ը միայն պետք է միացնել, անընդհատ պտտվում է գովազդ, որ կա խաղաղության կուսակցություն եւ կամ պատերազմի կուսակցություններ, այսպես անընդհատ այս քարոզը տարվում է։ Դուք նշեցիք, ասացիք, եթե վերընտրվեն այս իշխանությունները, Հայաստանին է սպառնում Արցախի ճակատագիրը, հա, Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք։ Իրենք հակառակն են ասում։ Իրենք ասում են, եթե մենք վերընտրվենք խաղաղություն է, եթե ընտրվեն ընդդիմադիր ուժերը, ապա լինելու է պատերազմ։ Կարողանում է Նիկոլ Փաշինյանը արդյոք այս թեզով, այս քարոզով հավատացնել ժողովրդին եւ կամ կկարողանա արդյոք դարձյալ այսպես խաղաղություն բերելու թեզերով քվեներ վերցնել ընտրողներից, խնդրեմ։
Լևոն Տեր-Պետրոսյանը երբ որ հանգամանքների բերումով եւ քաղաքական ճնշման արդյունքում ստիպված եղավ հրաժարական տալ, նույն թեզերն էր առաջ տանում, որ չգիտեմ, խաղաղության կուսակցությունը մենք ենք, պատերազմի կուսակցությունը նրանք են, ովքեր գալիս են իշխանության, նույն թեզերն էր նա նաեւ միջև իր հրաժարականը առաջ տանում 96 թվականի ընտրություններից հետո, որ եթե ընդդիմությանը գար իշխանության պատերազմը լինելու եւ այլն եւ այդպես շարունակ, բայց հետագա փորձը եկավ ապացուցելու, որ իրական պատերազմի կուսակցությունը ոչ միայն ինքն է, այլ նաեւ իր ժառանգորդները այս պարագայում իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Սա եթե այսպես պատմական էքսկուրս անենք, իսկ եթե ավելի մոտ ժամանակահատվածը վերլուծենք, ի վերջո ես չեմ 3 պատերազմ բերել Հայաստանի եւ Արցախի համար։ Այս իշխանությունների վարած քաղաքականությունն է, որ բերել է պատերազմ։ Իդեպ մենք նաև պետք է արձանագրենք հետեւյալը. իրենք իրենց գործողություններից հետևանքներ, այսինքն իրենք իրենց գործողություններից հետևություններ չեն արել եւ հետևանքները իրական իրենց գործողությունների իրենք փորձում են կոծկել մեր հասարակությունը։ Շատ բարձ, իրենք նաև ինչ են, չէ՞ ասում, այդ նույն թեզերի շրջանակներում խաղաղություն եւ այլը։ Ասում են, որ մենք չպետք է օրինակ գնանք առճակատման Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նույնիսկ բառամթերքի առումով մենք պետք է հրաժարվենք, չգիտեմ, Արարատին չպետք է նայենք, Արագած պետք է նայենք։ Ես զարմանում եմ, ինչու Արարատ Միրզոյանին միջև մա չեն հեռացել կառավարության կազմից կամ չեն պարտադրել, որ նա անունը փոխի դառնա Արագած։ Սա կատակ չէ, սա իրականություն է, որովհետեւ եթե դու մի իրավիճակում, երբ որ Ալիևը մասնակցում է Երևանյան գագաթաժողովին, հետո պետական կայքերը, իշխանամետ լրատվամիջոցները ադրբեջանական Երևանը անվանում են Երևան, իսկ Հայաստանից այստեղ գրեթե պատ են կառուցում Արարատի դեմ, սա վկայությունն է նրա, որ ոչ միայն մեր հարևանները չեն ուզում մեզ հետ խաղաղություն ունենալ, այլ սա նաև վկայությունն է նրա, որ Հայաստանի իշխանությունների ընտրած մարտավարությունը չի համապատասխանում այն նպատակներին, որը իրենք հռչակել են, բայց հետևանքների մասով եւ չարճակատվելու մասով։ Ես այս հարցի պատասխանը իսկապես չունեմ։ Ինչու են իրենք օրինակ կարծում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին նույնիսկ թթու խոսք չի կարելի ասել, բայց Ռուսաստանին պետք է գրեթե թշնամի հայտարարել։ Եթե այն պրիմիտիվագույն հաշվարկից են ասում, որ Ռուսաստանը մեզ հետ սահման չունի, այդ իսկ պատճառով իրենք կարող են հայտարարություններ անել, որոնք ժամանակին իրենց թույլ էին տալիս անել, օրինակ Ուկրաինայի իշխանությունները, կամ առճակատման գնալ այս նույն սցենարով մտածելով, որ Ռուսաստանը մեզանից հեռու է, այս մարդիկ մեր գլխին այն տեսակ արկածախնդիր պրոբլեմներ են բերում։ Ես ուզում եմ դուք խոսեք, քանի որ խոսքը արդեն հասավ այդ թեմային, ես ուզում եմ որ դուք ասեք ինչ հետևանքներ, ինչ պրոբլեմներ են հաջորդելու, որովհետև օրինակ նույն Մարիա Զախարովան արդեն շատ բաց եւ հստակ ասում է, թե արևմուտքը ձեզ քաշում է հակառուսականության մեջ, հետևելու են հստակ հետևանքներ, ինչի մասին է խոսքը։ Այստեղ նույնիսկ Մարիա Զախարովան մենք մի կողմ կթողնենք, ճիշտ է իրենք անդրադառնանք, բայց այստեղ ավելի շոշափելի եւ կարեւորել Յուրի Ուշակովի գնահատական Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդականը։ Երբ ասում է երկու աթոռի վրա դու չես կարող։ Ես ուզում եմ ուղղակի մենք սա հասկանանք, հա, տեսեք, ինչ են ասում իշխանությունները, արձանագրենք հա միասին։ Ասում են Թուրքիայի Ադրբեջանի հետ չի կարելի գնալ առճակատման, չի կարելի սադրիչ հայտարարություններ անել, որովհետեւ դա հղի է խնդիրներով։ Իրականում այստեղ ռացիոնալ հատիկ կա այս մոտեցման մեջ, բայց մենք նշենք, որ սա այն նույն մարդիկ են, ովքեր գոռում են, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ մեկ դիրքի համար իրենց իսկ կողմից սադրված ռազմական բախումը գրեթե Սարդարապետի ճակատամարտի էին վերածել, ինչի արդյունքում Ադրբեջան հազարավոր քաղաքացիներ դուրս եկան, այո 20 թվական, եւ Թուրքիան այդտեղ եւս ակտիվ ներգրավվածություն ունեցավ, որ Ադրբեջան փողոց դուրս գան հազարավոր մարդիկ եւ Ալիևը ընտրության առաջ կանգնի, կամ ինքը կորցնում է իշխանությունը կամ պատերազմի է գրում։ Սա ուղղակի արձանագրենք պատմության համար, սա չափազանց կարևոր է արձանագրել։ Տեսեք, բայց դուք ասում եք իրենք հետևություններ չեն անում, իրենք էլ ասում են, այ մեր հետևությունը դա է, ժամանակին սխալվել ենք, հիմա զիջում ենք։ Իրենք հիմա պատերազմական խոսույթ են կիրառում ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Ես կրկին, եթե դու ասում ես, որ դու Ադրբեջանի հետ չես կարող գնաս պատերազմի, որովհետև ռեսուրսային առումով եւ շատ այլ հարցերի համատեքստում դու չես կարող իրենց հետ մրցել, դու Ռուսաստանի հետ ինչու ես
այն տեսակ արճակատման գնում, որ դա հանգեցնում է Օրինակ, որ խոսույթն է նրանց հանգեցնում Ռուսաստանի հետ արճակատման, որովհետև Ռուսաստանի հիմնական բողոքի նոտան վերաբերում էր, որ դուք եք հարթակ տրամադրել, օրինակ Ուկրաինայի նախագահին, որ այստեղից ահաբեկչական հայտարարություններ Շատ պարզ։ Իսկ եթե խոսենք հստակ մեր խոսույթի մասին, հստակ մեր խոսույթի եւ մեր օրենսդրական նախաձեռնությունների մասին, ես գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ռուսաստանի Դաշնությունը պատերազմական գործողությունների մեջ է։ Պատերազմում են Ուկրաինայի դաշտում, բայց իրական մասնակիցները այս պատերազմի Ռուսաստանն ու Արևմուտքն են։ Ուկրաինան պարզապես գործիք է, որի միջոցով Արևմուտքը ինքը փորձում է Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի հետ կապված իր ծրագրերը կյանքի կոչելու։ Հիմա տեսեք, տրամաբանությունը եւ գործընթացները հուշում են հետեւյալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները զգալիորեն վերանայել է իր մոտեցումը այս ուկրաինական պատերազմի համատեքստում։ Իրենք դադարեցրել են անվճար զենքի մատակարարումը Ուկրաինային։ Ավելին, Դոնալդ Թրամփի խոսույթը նաեւ վկայում է հետեւյալի մասին։ Իրենք փորձում են վերանայել նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, ՆԱՏՕ-ն արդեն ընկալելով որպես ֆինանսական բեռ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, հատկապես իրավիճակում, երբ որ դաշնակիցները օրինակ չեն միանում Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմական գործողություններում։ Հիմնական ֆինանսավորողը այս իրավիճակում պատերազմի դարել է Եվրոպական միությունը, Եվրամիությունը։ Եվ եթե այս իրավիճակում դու պատերազմի Ռուսաստանի դեմ պատերազմի հիմնական ֆինանսավորողին ես փորձում միանալ, իսկ մենք օրենսդրորեն ամրագրել ենք մեր ուղղությունը դեպի Եվրամիություն, օրենք է ընդունվել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ, ավելին մենք փաստացի կառավարության կազմում, պետական մարմինների կազմում կառուցվածքային փոփոխություն ենք իրականացրել։ Մենք այս հարցին վերաբերվող առանձին ստորաբաժանում ենք ձևավորել արտաքին գործերի նախարարությունում։ Այսինքն մենք միանում ենք մի կառույցի, մի միավորման, որը Ռուսաստանի դեմ ֆինանսավորում է պատերազմ, եւ որը չի էլ թաքցում, որ իր նպատակը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական պարտությունն է։ Այս իրավիճակում, երբ որ դու քայլ ես կատարում դեպի այդ կառույց, ավելին, տեսեք, ինչ են ասում նաեւ այս թեզին հակադրվողները, ասում են ճիշտ եք ասում, հիմա կա երկու ճամբար՝ Ռուսաստանը եւ Եվրամիությունը, որոնք պատերազմական գործողությունների մեջ են եւ պատերազմում են Ուկրաինայի մարտադաշտում։ Ինչու եք դուք կարծում, որ դուք կարող եք լինել Ռուսաստանի դաշնակիցների թվում այս ճամբարում, բայց չի կարելի լինել այն մյուս ճամբարում։ Շատ պարզ պատասխանենք այս հարցին։ Տեսեք 22 թվականից սկսած Ռուսաստանի Դաշնությունը, որը ՀԱՊԿ անդամ է, որը ԵԱՏՄ անդամ է, մենք էլ ենք միջ այս բանը եւ ՀԱՊԿ անդամ ենք եւ ԵԱՏՄ անդամ ենք, 97 թվականի պայմանագիր ունենք փոխգործակցության եւ օգնության մասին։ Ռուսաստանը միջ այս բանը ոչ Հայաստանին, ոչ ՀԱՊԿ անդամ, ոչ ԵԱՏՄ անդամ որևէ երկրից չի պահանջել միանալ օրինակ Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության պահպանությանը։ Տեսեք, իրենք Հյուսիսային Կորեայից զինվոր են բերում, բայց ՀԱՊԿ-ին չեն ներգրավում իրենց տարածքների պաշտպանությանը։ Տնտեսական պատերազմին չեն պահանջում, որ Հայաստանը միանա։ Ավելին, մեր Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը իրականում ինչի հաշվին էր աճել, որովհետև մենք դարել ենք կղզյակ, որի շնորհիվ Ռուսաստանը ապրանքներ էր արտահանում Եվրամիություն եւ գլոբալ արևմուտքը ապրանքները ներմուծում էին Հայաստան եւ դա արտահանվում էր Ռուսաստանի Դաշնություն։ Կխնդրեի մեր հարգելի հեռուստադիտողներին նայել խոշոր հարկատուների ցուցակը, հեռախոսներ վաճառող ընկերությունը դարել է Հայաստանի թիվ 1 հարկատուն։ Ակնհայտ է, որ դա պայմանավորված նրանով, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, որ կա ռուս-ուկրաինական պատերազմ եւ մենք այս ամեն ինչը արտահանում ենք Ռուսաստան։ Այսինքն Ռուսաստանը ինքը շահագրգռված էր նրանով, որ Հայաստանը չներգրավեր պատերազմական գործողությունների մեջ, ոչ իրական մարտի դաշտում, ոչ էլ տնտեսական մարտի դաշտում։ Բայց հիմա տեսեք, պարոն Մաթևոսյան, կարող են ձեզ հակադարձել։ Իսկ Եվրամիության պահանջը Ռուսաստանի ի տարբերություն Ռուսաստանի հենց դա է, որ դու պետք է միանաս այդ ամեն ինչին։ Օրինակ ինչ էր ասում Կայա Կալասը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, ասում է Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը համաձայնեցնում է Բրյուսելի հետ 37%-ով, եթե ես չեմ սխալվում։ Եթե դու դա նշում ես, դա ինքնին արդեն նշանակում է, որ դու Հայաստանից պահանջ ունես կամ ակնկալում ես, որ Հայաստանը 100%-ով ինքը համապատասխանեցնի իր արտաքին քաղաքականությունը պաշտոնական Բրյուսելի մոտեցմանը։ Իրենց տեսակետից adekvat մոտեցում է, adekvat պահանջ է։ Դե եթե դուք ուզում եք մեզ միանալ կամ գոնե սկսի ինչ-որ մի գործընթաց, ինչ-որ պահանջներ պետք է կատարեք։ Բայց Հայաստանն էլ օրինակ կարող է ասել, լավ, ես ընտրում եմ եվրոպական ապագան Հայաստանի Հանրապետության համար։ Մինչ այդ մենք գնում էինք ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ այլն, հիմա
մենք որոշում ենք իսկապես դառնալ Եվրամիության անդամ։ Սա արդյոք նշանակում է, որ դու սադրում ես։ Հիանալի ընտրություն է, պարզապես տեսեք, ինչպես մարդու կյանքում ընտրություն կատարելիս դու պետք է հաշվի առնես նաև դրա հետևանքները։ Վերջերս այդ տեսանյութը չէ, հայտնի 19-ամյա տղան, որը զրկված էր վարորդական իրավունքից, դա իր ինքնիշխան որոշումն է, չէ, այդպիսի գործողություններ իրական։ Հիմա Հայաստանն էլ կարող է ինքնիշխան որոշում կայացնել եւ միանալ այդ ճամբարին, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այդ ճամբարը եվրոպական ճամբար, ինքը քեզանից մի շարք փոփոխություններ է պահանջում եւ ես այստեղ նաեւ չեմ խոսել, չգիտեմ, ինչ որ ներքին կյանքում փոփոխությունների մասին, ես հիմա չեմ խոսում օրենսդրական փոփոխությունների, որոնք վերաբերում են, չգիտեմ, ընտանիքի մոդելի եւ անվտանգային փոփոխության մասին։ Այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը ներողություն ընդհատեցի, արտգործնախարարությունը ասում է, որ Եվրամիությունը ստիպում է Հայաստանին դուրս գալ իր վստահելի անվտանգային համակարգից, ամեն փոքր ավելի դիվանագիտական փափուկ հայտարարություններ, քան երեկվա բոլոր հայտարարությունները։ Լավ, դուրս ենք գալիս, ինչով ենք մենք հակակշռելու, ինչ վտանգների առջև ենք հարցին մենք եվրոպական տեսանկյունից նայենք։ Ինչ է ասում Էմանուել Մակրոնը։ Ինքը ասում է հետեւյալը, որ մենք եվրոպացիներս չպետք է աճ փակենք կամ տպավորություն ստեղծի, որ մենք չենք հասկանում, որ Հայաստանում կա 4000 ռուս զինծառայող, այդ թվում 1000 ռուս սահմանապահ, եւ մենք պետք է Հայաստանին օգնենք ավելի ինքնիշխան պաշտպանել իր տարածքը, նախ արձանագրենք։ Ստացվում է, որ եթե զինվորը ռուսա, դա ինքնիշխանություն չի, եթե պայմանականորեն եվրոպական Frontex-ն կամ բելգիական սահմանապահները, դա ինքնիշխանություն է։ Մեղմ ասած, սա ազնիվ եւ արդար մոտեցում չէ, բայց եթե Էմանուել Մակրոնը ինքը իսկապես հետաքրքրված է նրանով, որ Հայաստանի անվտանգությունը պահպանվի, ինքը ինչու Նիկոլ Փաշինյանի ձեռքը անցյալ տարվա օգոստոսին չբռնեց, երբ որ Նիկոլ Փաշինյանը նախաստորագրում էր խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագրում կա կետ, ըստ որի Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չպետք է։ Ադրբեջանի պահանջը այստեղ շատ տրամաբանական է։ Իրենք չեն ուզում, որ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվի հայ-թուրքական սահմանի կոնֆիգուրացիան, այսինքն մի կողմից հայկական զորքերն են, մյուս կողմից կամ սահմանապահները, մյուս կողմից էլ թուրքական զորքն է։ Արանքում կանգնած են ռուս զինծառայողները, ռուս սահմանապահները։ Եթե Էմանուել Մակրոնը հետաքրքրված լիներ նրանով, որ Հայաստան օրինակ ֆրանսիացի զինծառայողներ պետք է գան, 102-րդ ռազմաբազան պետք է փոխարինեն Շարլ Ազնավուրի անվան ռազմաբազայով, կամ լավ, Շարլ դե-Գոլի անվան ռազմաբազայով, կամ չգիտեմ, Ժակ Շիրակի անվան ռազմաբազա պետք է լինի։ Միգուցե նա Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռներ եւ ասել եղբայր, մի ստորագրիր այդ կետի տակ, որովհետեւ դու սերունդներին զրկում ես նրանից, որ պայմանականորեն ֆրանսիացի սպան գա եւ պահպանի հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ ինքը պահանջը չունի, այդ նպատակը չունի, ինքը Նիկոլ Փաշինյանի ձեռքը չբռնեց։ Էմանուել Մակրոնը Հայաստանը դիտարկում է որպես օբյեկտ, որի միջոցով նա կկարողանա պատասխանել Վլադիմիր Պուտինի գործողություններին, ով ընդամենը մեկ մասնավոր ռազմական կազմակերպության ձեռքերով, խոսքը ՉՎԿ Վագների մասին է, ֆրանսիական ներկայությունը Աֆրիկան չասենք զրոյացրեց, բայց զգալիորեն կրճատեց։ Մալի, Բուրկինա Ֆասո, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Սիրիայում չասենք ինչ տեղի ունեցավ, ինչ արեց ռուսական մասնավոր զինվորական կազմակերպությունը։ Էմանուել Մակրոնը մեզանով արձագանքում է նրան, որ նա ֆրանսիական Փաշինյանն է, էլի դառել, նա տարածք Փաշինյանը այստեղ հանձնել է հայկական տարածքներ, Էմանուել Մակրոնը հանձնել է ֆրանսիական գաղութները Աֆրիկայում։ Պարոն Մաթևոսյան, հիմա այնուամենայնիվ խոսելով հետևանքների մասին, որովհետև արդեն Ռուսաստանը շատ ավելի սրել է իր խոսույթը եւ նորից վերադառնավ Զախարովային, որը ասում է շատ լավ է, որ Զելենսկին եկավ Հայաստան, որովհետև դուք նրա օրինակով հայ ժողովուրդը հստակ կտեսնի, թե արևմուտքը ուր է հասցնելու Հայաստանին, ինչ հետը, երբ մեզ համեմատում են Ուկրաինայի հետ կամ Փաշինյանի, Զելենսկու հետ, ինչ հասկանանք այդ հետևանքները ասելով։ Ես ուզում եմ մի փոքր ավելի հստակ սա ներկայացվի։ Հայաստանում նաև այսպիսի մի մոտեցում կա, որ օրինակ Դմիտրի Մեդվեդևի խոսքերին, ով Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահն էր, այդքան էլ լուրջ պետք չէ վերաբերվել։ Նա ամենասուրն է դեպքում էմոցիոնալ, շատ սուր գնահատականներ է տալիս, ոմանք ասում են, չգիտեմ, փորձում է Ժիրինովսկ դերը ստանձնել։ Ես կխնդրեի մեր հարգելի հեռուստադիտողներին տեսնել, թե 2022 թվականին Ուկրաինայի հետ կատարվածից առաջ վերջին ռուս պաշտոնյան ով էր, որ ծավալուն հոդված հրապարակեց, որում կար անդրադարձ ռուս-ուկրաինական հարաբերություններին ու ինչ կապ ունի այս ամեն ինչը Դմիտրի Մեդվեդևը եւ գնահատականները ինչպիսին էին։ Սա շատ վտանգավոր է
եւ բացասական է, Պաստորեն նաև կանխատեսելու առումով Ժիրինովսկի որ մենք եկել ենք մի իրավիճակի, երբ որ Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի խոսույթը ինքը շատ է նմանվում ուկրաինական խոսույթ։ Ես շատ մեղմ եմ փորձում ձևակերպել։ Եվս մի կարևոր նրբերանգել մենք պետք է սա անդրադառնանք եւ անցնենք արդեն հետևանքներին։ Մարիա Զախարովայի գնահատականը եւ հատկապես Յուրի Ուշակովի գնահատականները, որոնք մենք նախորդին լսեցինք, իրենք վկայում են հետեւյալի մասին. Ռուսաստանի իշխանության մեջ կան տարբեր թևեր, որոնք տարբեր կերպ են պատկերացնում Ռուսաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը։ Այդում եւ Հայաստանի հանդեպ, այո։ Ընդհանուր ԱՊՀ-ի վերաբերյալ եւ Հայաստանի վերաբերյալ։ Կա մի թև, որը պատկերացնում էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցվի տնտեսական փոխշահավետ համագործակցության տրամաբանության շրջանակներով եւ այդքան էլ կարեւոր չէ թե քաղաքական առումով Հայաստանը ինչ գործողություններ է անում։ Շատ ավելի բարձ Յուրի Ուշակովի ասած տարբերակը երկու աթոռների վրա չնստել, Ռուսաստանի իշխանության մեջ կար մի թև, որը կողմ էր հենց այդ երկու աթոռներին նստելու, այսինքն որ Ռուսաստանից ստանան գումարներ, ԵԱՏՄ-ից ստանան գումարներ եւ այստեղ այդ գումարները յուրացնեն եւ օգտագործեն հակառուսական քարոզի վրա։ Այդ թևը Ուշակովի հայտարարությունից հետո կարող ենք արձանագրել, որ ֆունդամենտալ առումով պարտվել է եւ հենց այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում Մոսկվա մայիսի 9-ին հաղթանակի շքերթին, որովհետեւ նրան չեն սպասում նկատի ունենալ։ Միանշանակ եւս մի կարևոր հանգամանք։ Իդեպ ներողություն, Ուշակովը նաեւ ասում է, որ ի վերջին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ կարծես վերջակետ է դրվել, ասում է վերջնական պատասխանները տրվեց։ Այս ինչ էր նշանակում, որ վերջ եւ այլևս չենք սպասում։ Հենց դրան է ուզում անդրադառնալ։ Փաշինյան-Պուտին հանդիպմանը ինչ հաջորդեց, անմիջապես հետո Ալեքսեյ Օվերչուկի ծավալուն հարցազրույցի իտարտասին։ Հետևանքների մասին, տնտեսական։ Ալեքսեյ Օվերչուկը դա այն մարդն է, այն գործիչն է Ռուսաստանում, որ ուղիղ պատասխանատու է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս մոդելի համար։ Ավելին, պատահական չէ, որ հենց Ալեքսեյ Օվերչուկի շուրթերով է հնչեցվել այդ ծավալուն հարցազրույցը եւ եւս մի կարևոր հանգամանք դա ոչ թե Ալեքսեյ Օվերչուկի մտքերն են կամ կարծիքն է, Ռուսաստանի մի շարք պետական գերատեսչություններ ավելի քան 1 ամիս աշխատել են Ալեքսեյ Օվերչուկի այս հարցազրույցի վրա, իսկ այնտեղ հստակ թվեր են ներկայացված, թե Հայաստանի հետ համագործակցությունը, Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանին ոլորտային ինչ առավելություններ է տալիս, հստակ ոլորտային, ավելին Օվերչուկի հարցազրույցից հետո, այո, Օվերչուկի հարցազրույցից հետո եղավ նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի եւս ոչ պակաս մանրամասն գնահատականները նրա, թե Հայաստանն ու Ռուսաստանի տնտեսական փոխշահավետ ինչ համագործակցություն ունի եւ Հայաստանը ինչ կարող է կորցնել, եթե Ռուսաստանի հետ կապը այսպես ասած ընդհատվի։ Հիմա ավելի առարկայական ասենք, թող գովազ չհնչի, կարծում եմ 5-րդ ալիքը եւս այս հարցին անդրադարձել է, Վայլբերիսում եւ Օզոնում հայ գործարարները փաստացիորեն հիմա այլևս չեն կարողանում վաճառել իրենց ապրանքները, իրենց արտադրանքը, ավելի քան 2500 կազմակերպություն, տնտեսվարող սուբյեկտ վաճառում էր իր ապրանքները։ Ջերմուկի հետ կապված իրողությունները, որ Ռուսաստանում մենք սա էլ անկեղծ ինքներս մեզ հետ պետք է լինենք։ Այ ինչպես արևմուտքը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում եւ ընկալում է սա որպես քաղաքական ճնշման կամ քաղաքական ուղերձ փոխանցելու միջոց, նույնը անում են նաեւ Ռուսաստանում։ Դա ակնհայտ է։ Ասում եմ, կամ ճնշման միջոց, կամ ուղերձ։ Ես դրա համար ասացի կամով։ Այստեղ ամեն մեկը թող ինքը ինչպես ճիշտ է համարում, թող այդպես էլ հասկանա։ Վայլբերիսի Օզոնի հետ կապված խնդիրներ, ջերմուկի հետ կապված խնդիրներ, հայկական կոնյակի հետ կապված խնդիրներ, հայկական ծաղիկների հետ կապված խնդիրներ։ Տեսեք, էլի մեզ մոտ մի հատ այնպես մթնոլորտ է երևի ձևավորվել, որ թվում էր թե կարելի է Ռուսաստանից փող ստանալ, բայց Ռուսաստանի դեմ խոսել, որ կարելի է Ռուսաստանից եւ ԵԱՏՄ-ից օգուտներ ստանալ, բայց գնալ Եվրամիության օրինակ։ Գնալ թուրքական աշխարհ իրականում, որտեղ Նիկոլ Փաշինյանն էլ երբ որ եվրոպական խորհրդանում ելույթ էր ունենում, ասում էր Հայաստանի եվրոպական ապագան ուղիղ կապված է Վրաստանի եվրոպական ապագայի հետ։ Ես միտքն եմ ձևակերպում, ուղիղ չեմ ցիտում, Վրաստանի իշխանություններն էլ եվրոպացիների համար անընդունել են։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն ազդարարում էր, որ Վրաստանում իշխանափոխություն է իրականացնելու, որպեսզի Հայաստանի եվրոպական ապագան էլ ավելի մոտենա։ Սա արձանագրումներ նրա, որ եվրոպական ապագա Հայաստանում չի կարող լինել, իշխանությունները դա հասկանում են, ու այստեղ եւս մի կարևոր նրբերանգ կա։ Տեսեք,
Եթե դու քայլեր ես ձեռնարկում դեպի Եվրամիություն, ֆորմալ առումով քայլեր ես ձեռնարկում, օրենք ես ընդունում, կառուցվածքն ես փոխում քո կառավարության, քո կադրային քաղաքականությունը, քո տեղեկատվական քաղաքականությունը հակառուսական է դառնում, դու սրա արդյունքում կարող է Եվրամիության անդամ չդառնաս, մեծ հավանականությամբ, բայց դու կարող ես այն տեսական դառնալի փոփոխություններ իրականացնես, որ դու այլևս ԵԱՏՄ անդամ չես լինելու, ու այս իրավիճակում մենք գալու ենք մի կետի, երբ որ եթե դու ԵԱՏՄ անդամ չես ու ԵՄ անդամ չես, դու թուրքական շուկային, թուրքական էներգակիրներին այլընտրանք չես ունենում։ Նիկոլ Փաշինյանը Բայց հստակ այդ այլընտրանքը դիտարկում են եւ դիտարկում են բավական լավ, այսպես սպեկտրի մեջ, հա, ասում են մենք փորձում ենք դիվերսիֆիկացիա անենք, տեսնում եք Ադրբեջանից ենք ապրանքներ բերում։ Ադրբեջանից բերվող ապրանքները ոչ թե տնտեսական դիվերսիֆիկացիա, այլ քաղաքական կախվածության մասին են։ Ադրբեջանից բերվող ապրանքների ծավալը, որակը, քանակը այնպիսին չէ, որ դա ֆունդամենտալ ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության վրա դիվերսիֆիկացման համատեքստում, իսկ եթե իրենք իսկապես հասցնեն այդ ծավալների, իրենք Ադրբեջանի ձեռքը տալու են քաղաքական ճնշման գործիք, իրենք ասում են մենք Ռուսաստանից ենք անկախանում, Ալեն Սիմոնյանը ընդհանրապես ասել է հունիսի 7-ը անկախության հանրաքվե է լինելու, Ռուսաստանից նա պատկերացնում է անկախության հանրաքվե, բայց իրենք Հայաստանի անկախություն ասված հենց այդ թուրքական աշխարհում են պատկերացնում։ Ամենամեծ խնդիրը դա եւ գալով նաեւ մեր զրույցի սկզբին, ընտրությունը սրա մասին է լինելու։ Մենք ի վերջո թուրքական աշխարհին ենք միանում, թե մենք մնում ենք Հայաստանի Հանրապետություն։ Պարոն Մաթևոսյան, եթերային ժամանակը սպառվել է, բայց շատ կարճ, քանի որ այսօր նաև հնչեց Զատուլինի հայտարարությունը, որը դարձյալ բավական այսպես աղմկահարույց կարող եմ ասել, նա ինչ է ասում, ասում է, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, ապա Ռուսաստանի Դաշնությունը չպետք է ճանաչի այս ընտրությունների արդյունքները։ Ինչ է սա նշանակում, եւ ես շատ կարճ նաև ուզում եմ մեկ գնահատական տակ, տեսեք Զատուլին ասում է, որ մենք սխալվել ենք, երբ մտածել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հավանաբար կփոխվի, մեզ կսիրի եւ այլն, եւ շատերը Ռուսաստանի նաև դրա մեջ են մեղադրում, հա, շատ մասնագետներ, փորձագետներ ասում են Ռուսաստանը այդ թվում եւ եթե առնվազն չի համագործակցել, ավելի ծայրահեղ գնահատականներ կա, որ նաև աջակցել է ինչ որ առումով Փաշինյանի իշխանությանը։ Խնդրեմ, բայց փորձենք մի փոքր կարճ մեկնաբանել։ Զատուլինի խոսքը ապացուցում է այն, ինչ ես ասացի, որ Ռուսաստանի Դաշնությունում այն թևը, որը կարծում են, որ տնտեսական համագործակցության հենքի վրա կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ հարաբերություններ կառուցել, այդ թևը պարտվել է։ Առաջինը, երկրորդը Ալեքսեյ Օվերչուկը, որ հնչեցնում է բացասական գնահատականներ Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերյալ, Ալեքսեյ Օվերչուկը, որը ես կրկին ասեմ, պատասխանատու է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս կառուցվածքի համար, սա եւս դրսևորումն է նրա, որ այդ թևը պարտվել է, ու երրորդը, ասենք ու ամփոփենք մեր զրույցը, ես դրա համար ասեցի, մենք այսօր ընտրություններում մասնակցող երկու ճամբար ունենք, իշխանությունը եւ ընդդիմությունը։ Երեք ուժերն էլ, որոնք մասնակցում են ընտրությունների, հաջողության պարագայում իրենք կարող են անել այնպես, որ հայ գյուղացին խնդիր չի ունենա ապրանք արտահանելու, հայ տնտեսվարողը խնդիր չի ունենա ապրանք ծախելու արտահանելու, անվտանգային առումով էլ մենք չենք կանգնի եւ չենք հայտարարի, որ Էմանուել Մակրոնի ձեռքը բռնելու շնորհիվ Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվեց, այլ մենք կկարողանանք գործարկել իրական անվտանգային մեխանիզմները, որոնց շնորհիվ էլ Հայաստանը տասնամյակներ շարունակ Արցախի հետ միասին եղել է կարևոր գործոն մեր տարածաշրջանում։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Դուք դիտում եք հարցազրույցը, իսկ ես զրուցում եի քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ։ Կհանդիպենք արդեն երկուշաբթի։ Լավ եղեք։